հայ-թուրքական սահմանին գտնվող Բագարան գյուղում ենք, որին Թուրքիայից բաժանում է Ախուրյան գետը։ Այստեղ բնակիչների 90%-ից ավելին արմատներով Արևմտյան Հայաստանի Կարս նահանգի պատմական Բագարան քաղաքից են։ Իրենց նախնիները ցեղասպանությունից հետո հաստատվել էին Արևմտյան Հայաստանի Միրզախան գյուղում, որտեղից էլ 1950-ականներին տեղափոխվել են այստեղ եւ վայրն անվանել Բագարան։ Գյուղից երևում է Կարս-Իգդիր ավտոճանապարհը։ Բագարանցիներն ունեն հատուկ անցագրեր, առանց որոնց չեն կարող սահմանին մոտ գտնվող հողատարածքներում անասուններ պահել կամ հողագործությամբ զբաղվել։ Նա այսպեսի թուղթ են տալիս, որտեղ մեքենայի համարն է գրանցված, մեր տվյալները ցույց է տալիս, այս պասպորտի բռնում է, մեքենայի համարը գրանցված եղավ, ասում ես քո գործանում ես только բան, դնևնոյի время суток, այսինքն լույսի ժամանակ, գիշերային էլ կա հատուկ պրոպուսներ, որ ասենք մարդիկ կան հողամասեր ունեն, որ ֆերմայա, դեր գիշերային արդեն պրոպուսներ կա, որ տալիս են գիշերը մնում ես սահմանի ներսում։ Ու բադե զինվորները հսկում են։ Սեմա որ կորցնեն, պետք է նորից տանջեն, որ գնամ Հոկտեմյանի ատրադից հանեմ բերեմ։ Ուղեկալը գտնվում է, ասենք այս պոստից մոտ մի 100 մետր վերև։ Օր է լինում, որ գնում եմ, անեք ես ունեմ սահմանի ներսում հողամաս, ժամից ավել սպասում եմ, մինչև գալիս բացում են։ Ժամից ավել։ Չնայած դժվար է, բայց բնակիչներն արդեն սովոր են նման անցագրային ռեժիմին։ Ժամանակին գյուղն այցելուների համար եւս անցագրով էր, բայց 10 տարուց ավելի է, ինչ արգելքը վերացել է։ Գյուղում մեկ այլ խնդիր է մանկապարտեզի բացակայությունը։ Երեխաները հաճախում են հարևան Երվանդաշատի մանկապարտեզ։ Բնակիչների խոսքով, այնտեղ Բագարանի երեխաներն ավելի շատ են մանկապարտեզում, քան հենց Երվանդաշատի։ Այս պահին երեխաներ կա, որ մեքենայի խնդիր կա, որ չեն հաճախում մանկապարտեզ։ Ինչքան հնարավոր է օգնում ենք, ինչքան հնարավոր է բերում ենք, տանում ենք, մեկս մյուսին օգնելով, հարմար լինելով, անում ենք, բայց հիմնականը երեխեք կան, որ ճանապարհի հետ, ասենք մեքենայի հետ կապված խնդիր կա ու չեն հաճախում մանկապարտեզ, ու ինձ թվում է, որ այդ շատ վատ է, որովհետև իրանց այդ առօրյան, իրանց այդ մանկությունը, այդ իրանց սենց ապրելակերպը, հա, այդ մանկական այդ շրջանը իրանք չեն տենում։ Գյուղում չկա գազ, չկա շտապօգնության մեքենա, որ պետք եղած դեպքում հասցնեն Երվանդաշատի հիվանդանոց, նաև գյուղը մարզկենտրոն Արմավիրին կապող հանրային տրանսպորտ չկա։ Սեփական մեքենա չունեցողը դժվարության առաջ է կանգնում։ Բայց Բագարանը բերքառատ է։ Սեզոնային աշխատանքն այստեղ մարդկանց մեծ եկամուտ է բերում։ Գյուղում գրեթե չկա տուն, որտեղ չրագործությամբ չզբաղվեն այս օրերին։ Պատրաստում են եւ արտահանում Ռուսաստան ու Վրաստան։ Բնակիչներն ասում են, իրենց գյուղի առանձնահատկություններից մեկն այն է, որ երիտասարդները չեն գնում այստեղից։ Նույնիսկ այն կոմունիստական ժամանակներում, որ մարդիկ խոպաններ էին գնում, մեր գյուղից էլի խոպան գնացող չի եղել։ Հələ հիմա հագարակ ավելի է մի քիչ շատացել։ Հիմա մի 15 տղա գնացել են։ Ժողովուրդը կսված է այստեղին հողին։ Այստեղ մեր ժողովուրդը դուրսը չի կարող ապրի։ Քաղաք էլ չեն գնում համար։ Դες քաղաքում մարդիկ կան տուն, բայց այստեղ են էլ ապրում։ 80 տարվա կյանք ապրած Քաջիկ Ղազարյանի խոսքով գյուղը տասնամյակների ընթացքում զարգացել է, բայց մեկ է, ինքն առաջվա ժամանակներն ավելի է հավանում։ Ամիսը ես 700 ռուբլի աշխատավարձ ես կանում, 700 ռուբլի պատկերացրեք, այդ հսկայական փող է, 700 ռուբլի ամիս է։ Աղի նման ապրում, պրոբլեմ չէ, եթե մեկ բացում էի Սոչի, Սոխումի, Ռուսաստան, որտե չի ուզում։ Որտեղ կարեցում եմ, ամիսները մնում է, հետ է գալու։ Դեմի գնա, ինքես կրայ Արմավիր հասնի։ Տարբերություն եղել է, ու շատ։ Թուրքիայից 200 մետր հեռավորության վրա գտնվող այս գյուղում որոշները դրական են վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանը։ Մտածում են, որ այդպես գյուղն էլ կարող է զարգանալ։ Չգիտեմ, ես ուզում եմ, որ ճանապարհները բացվեն։ Կոնկրետ ես։ Հիմա ինչ է, մի հատ ճանապարհ ունենք, Լարսը։ Երբ ռուսը ուզում է մի քիչ բանալում, տնում փակում է Ծիրանի ֆուրերը ամիսորով կանգնում են
սահմանի վրա։ Ուրիշ ճանապարհ չունենք, այլ ընտրանքային ճանապարհ է, մեզ պետք որ գոնե այնտեղ փագեն, այս կողմով գնանք, մի ուրիշ տեղով գնանք, հասնենք մեր գործերին, մեր աշխատանքին, մեր բերքը տանեն, հասնեն թեկուզ Եվրոպա, թեկուզ Մոսկվա։ Բայց գյուղում որոշներն էլ լավատես չեն հարաբերությունների կարգավորման հարցում։ Տեսա դարեմ խափեփայություն է։ Ինձ երբ այլ է որ հայ-թուրք իրար հետ լավ են։ Հիմա նախբեր են տարը։ Ինչ մասին է խոսքը։ Թուրքը մնում է թուրք, որտեղ ուզում ալնի, որ ժամանակը սարժանում կուզե, բայց պրոբլեմ չկա։ Թուրքը մնում է թուրք։ Անկախ ամեն ինչից բնակիչները միշտ մնում են այստեղ ու երբեք չեն մտածում գյուղից հեռանալու մասին։ Երիտասարդներն էլ մնում ու ամուսնանում են այստեղ։ Ուզում են, որ գոնե այս բագարանը լինի մնայուն։